Բարի։ Ուրբաթ շաբաթ կիրակի։ Անցավ գնաց ուրբաթ։ Մեր այգին արի։ Պրեմիերա էր մեր եթերում Տաթև Ասատրյան, ով ռեկորդ է սահմանել։ Էս երգը? Չէ, համերգները։ Ուրեմն վերջին տասնամյակների, ասում են նոր անկախ պատմության մեջ միակ երգչուհին է, ով 4 սատ sold out արեց իրար հետևից համերգ, հա? Համալիրը, հա։ Տաթև Ասատրյանը եւ այս երգը պրեմիերա էր օրերս ձայնագրեցին եւ 3 կարծեմ երեկոյան, դե 3 4 օրը երեկոյան դուրս եկավ Թաթա Սիմոնյանի հետ ուրբաթ շաբաթ կիրակի մեր այգինարի, թե չէ սիրտս կմարի սենց առանց յարի։ Հա։ Բայց ասինքն չորեքշաբթի չի կարելի տենց։ Չէ, հանգստյան օրերին է նախ ցանկալի է հանգստյան օրերին, հա։ Good morning, հա, դե գիտեք ինչու բավական դիտում հավաքեց երգը կարճ ժամանակում, ինչը խոսում են դրա մասին, որ սիրեցին մեր։ Իսկ ինձ միշտ հետաքրքիր է, այլ ասենք երգի պրեմիերա է, չէ։ Ինչու չեն գրում երաժշտության եւ բանի բարերի հեղինակը։ Նայենք YouTube-ում հետաքրքիր է, հեսա նայենք։ YouTube-ում միշտ գրվում է, մի րոպե, ուրբաթ շաբաթ կիրակի, տեսնենք ինչ կբերի։ Դե ասում ես էլի, հայերեն տառով գրում ես չի բերում, լատինատառ բերում է։ Կիրակի, Օ, աստված իմ, 1.5 միլիոն անցել են, հիմա տեսնենք, թե ով է հեղինակը, եթե կա իհարկե այս նկարագրություններում, այո, մյուզիկը գրել է հենց Տաթև Ասատրյան։ Ինչն է գրել ինքը։ Տաթև Ասատրյանը հենց մյուզիկի հեղինակն է։ Music Տաթև Ասատրյան, lyrics Նարեկ Ստամբոլցյան, director Արեն Բայադյան, arrangement Վարուժ Դիլբարյան, editing Էդուարդ Մաթենցյան։ Մի խոսքով հա, բան երաժշտությունը Տաթևն ասել է, չի որ Տաթև երաժշտության գրում։ Դե ինչ, երկուշաբթին մեկնարկել է այս ուրախ նոտաներ Ժորժ ջան, բայց ահավոր բան է տեղի ունեցել։ Չգիտեմ հասցրել եք ծանոթանալ, թե ոչ երեխայի պատմությունը, այո, պատմություն, որը չէինք հավատա, որ այսպես կբացահայտվի այս աստիճան, ուրեմն բարեկամներ, հայրը, սեփական հայրն է խեղտամահարել փոքրիկին եւ այս պատմության ավելի անհասկանալի ասեմ այդ կողմերին է, որ հայրը մասնակցում էր որոնողական աշխատանքներին եւ ըստ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նա ժամանակ դին թաքցնում էր տարբեր տեղեր մոլորեցնելով փրկարարներին, այսինքն փրկարարները օրինակ գնում էին դաշտ ման էին գալիս էին ասում են չէ երեխեն դաշտում չի, ինքը տանում էր դին դնում էր այդտեղ որտեղ որ արդեն որոնել են, որ էլ չգնան այնտեղ որ իբր չլինի, բայց արդյունքում խոստովանել է եւ դեռ շատ բան է պարզ լինելու առաջիկա ժամերի ընթացքում, ասում են կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Սպասում ենք այս ահավոր պատմության հանգուցալուծմանը եւ պատժին։ Սա մի բան է, գիտեք ինչով է, այս երկրորդ մասը, որ նկարագրեց Ռաֆայելը, չէ, որ դին տեղափոխել է եւ այդ ամենաահավոր մասն է։ Ամենաահավոր մասն է, բայց իր սայքոլին էլ նա ցույց տալ, այսինքն էմոցիա չունեցող մարդը կարող է նման բան անել։ Ոչ թե պահի տակ ինչ որ բան է եղել, ինչքան էլ զազրելի լինի եղածը, այլ նաև այդ սառնասրտությամբ դու բան անես, դա արդեն հա շատ վտանգավոր բան է, էլի։ Եվ հեսա գիտեք ինձ հիշեցրեց տարիներ առաջ երևի 10 տարուց ավել էր Միացյալ Նահանգներում մի կնոջ 3 երեխան անհայտացան։ Չկան որոնում FBI, CIA, բոլորը խառնվել են իրար եւ ինքն էլ այդ նորություններով մի քանի օր լացելնելով ասում էր գրտրում եմ գտեք վերադարձրեք իմ բալիկներին 4-5 տարեկան 3 տենց վերջում պարզվեց որ ինքն էր վերացրել երեխեքին որ boyfriend-ը իր հետ ամուսնանա հա ու ինձ այդ մահը սարսափեցրեց էլի որ ես նայում էի այն մարդ արդյունքները
բան խիղճդ բան ալնում, ոնց են կարողանում տենց սառնասիրտ լինել էլի։ Տենց կամ խաղան է տենց։ Որ ինքը մասնակցում էր եւ այս ամբողջ պատմության մեջ իր եղբայրը 2 տարեկան կրծեր եղբայրը, որ խոսակցական խնդիրներ ունի, հաստորեն ճիշտ է, որ վիզներ ցույց տալ։ Այդ երեխան առաջի օրվանից բանա հիվանդ է էլի երեխան վիզներ ցույց տալի։ Հարցեր առաջան բան ու տեղից է սկսել այդ ամբողջ պատմությունը։ Այսինքն այդ մանկահասակ երեխան 2-2.5 տարեկան է ոնց որ առաջին իսկ օրերից կարծես խնդիրներ ունենալով հանդերձ հուշում էր անում, հա, ասեն հուշում էր ինչա կատարվել։ Վարկածներից մեկը էլի չճշտված տեղեկություններով իմաստուգում են, որ այդ հիվանդը հոգեկան կասկածելա կնոջը, որ իբր իրան հավատալի։ Ես պիտի ասեի, ամենահավանական մեկը այդ կնոջը որ տեսնի, ընդհանրապես այդ ընտանիքը որ մեկը տեսել է այդ կնոջը, այդ ամեն ինչը որ տեսել է, այնտեղ գորեատուման է, էլի լրիվ խելքից պատուվ։ Կապ չունի Ռաֆայել, կապ չունի։ Խանդը նենց բանա, կուրացնող տարածություն։ Ես առաջինը գիտեք ինչ մտածեցի, որ հավանաբար ենթադրելա, որ երեխան իրը չի, իր երեխան չի ու այդ աստիճան իր մոտ իմ ենթադրությունն է սա։ Դա էլ ասում են, դա էլ վարկածներից մեկն է, պատճառը արդեն։ Ասում են բիոլոգիական հայրը չի, բան չի, էս չի։ Այսինքն 5-ը բիոլոգիականն է, էսի բիոլոգիական, այսինքն չգիտեմ, հա, աղավորա։ Եվ իսկապես էլի այդ խանդը ես իմ կյանքում շատ լավ օրինակ եմ ունեցել։ Իմ շատ դպրոցական ընկերներից մեկը ու անունը չեմ տա իհարկե, նման բաների մեջ մտավ, կարծում էր, որ իր տղան իրանից չի։ Ահա որ հիվանդանոց ընկա, հոգեբուժին տարան քանի ամիս, բան եւ այլ, բայց գիտեք ինչն էր զարմանալի, այնքան իրան նման էր իր տղան, որ ուղակի բան մարդն էլ կհասկանար, որ չես քո տղան է, բայց խելքը կորցրել էր։ Տենց թե ընտանիքը քայքայեց, թե ինքը մահացավ շատ ջահել սրտի կաթվածից։ Ոչ մի կերպ չկարողացանք այդ համոզել իրեն։ Այստեղ Նարեկը ուղում է, ասում է երեխան փոքր չի, մեծ եղբայրն է, 7 տարեկան է եղբայրը։ Դե ավելի վատ ուրեմն էս պատմություն։ Բա երեխան է զոհը քանի տարեկան։ 3 տարեկան է։ Վայ։ Հա, 3 տարեկան է ու նայում ես նկարները, տեսանյութերը որ տարածում են, այդ ընտանիքի միակ նորմալ անդամներ է երեխան։ Դե ստերեոտիպին հաստատ հոգեկան խնդիրներով են պապանել, բան որ երեխեք հետ ձև են, մի բան կա երևի։ Չենք հավատում, ընկերներ, ամեն մարդ ինքը թող որոշի, սա նորից եմ ասում, ներքին գործերի նախարար մենք ունենք այդ հատվածը, ես կարծում եմ, որպեսզի ասենց մերկապարանոց չլինի, կարծում եմ այսօրվա ճեպազրույցից մի հատված կարող ենք ներկայացնել մեր ռադիոլսողներին, եթե մեկնաբանելու եւ բան ունեք, խնդրեմ կարող եք նաեւ մասնիկը դառնալ քննարկման։ Էմոցիոնալը բնականաբար սա ամփոփվում է նաեւ արտակարգ եւ Պեկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնել պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով ինչու է պատճառը Տիկին Սարգսյան, նշեմ, որ
երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնեմ։ Հայրը հոգեկան հիվանդ է, այսինքն հայրը տարել նետել է, երեխային հետ հատված մարմինը սպանել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի եւս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն 8 երեխա շարունակում ապրել։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու մոտավորապես այսպես ընկերներ, որևէ էական բան չկա, սպասում ենք մնացած հարցերին, որոնք շատ են, ոնց ինչա լինելու մնացած երեխաների հարցերը ընտանիքում արդյոք նորմալ է որ շարունակեն երեխաները մնալ, այսօր գյուղացիներն էին խոսում, ովքեր գնացել են ցավակցելու, մուտքին այդ տեղեկությունը իմացան, որ հերն այդ ամեն ինչի մեղավորը շրջվել են, հետ են գնացել մի հատ քաոտիկ վիճակ ամբողջ տարածքում ու ոչ միայն դա Ինչ ասեմ, ուրիշ հարցեր, թեմաներ, եթե ունեք, կարող եք նաև դուք բարեկամներ մեկնաբանել 747 477 3444 այդտեղ կոմենտները եւս կարդանք։ Դերինեք ստեղ եք։ Հա, օքեյ։ Ստեղ իհարկե տրամաբանական է, որ բոլորը անտանելի է, չենք հավատում, ես ինչա կատարվում եւ այլն, բայց ընկերներ երբեք ուրիշի ընտանիքում չես իմանալ ինչա կատարվում, ինչ վիճակ է, այստեղ նաեւ սոցիալական այս ինչա կոչում նախարարություն, ասենք, ինչ ասենք, գուցե իրանք էլ պիտի կասկածելի ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահեն։ Բայց ես ուզում եմ մի բան ասել, չգիտեմ, այս անկյունից մոտենալ էլի, հիմա ինչքան էլ իմ ասածը Միգուցե տարօրինակ հնչի, բայց ցանկացած հասարակության մեջ նման բաներ տեղի ունենում են։ Կան տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով մարդիկ եւ այլն, որ այն գիժ որ մենք պատկերացնում ենք, այն չի որ փողոցում գոռալով վազում է։ Շատ հոգեկան խանգարվածներ ընդհանրապես չես էլ ճանաչի, որ նման հիվանդություն ունի կամ եւ այլն։ Ամեն տոկոս իր տոկոսն ունեն։ Հիմա մեր մոտ եղավ սա շատ ցավալի է, շատ եմ ցավում։ Իսկապես շատ եմ ցավում, տարբեր իմաստներով։ Ոչ միայն այդ երեխայի համար, այլ բարոյական իմաստով, բայց պետք չի բան սարքել, էլի որ վայ, հույ, այս կողմ են կողմ։ Տեսեք, ամենա բանը serial killer շարունակ այդ սպանողը որ 63 հոգի էր սպանել։ Ռուս մի հատ դպրոցի դասատու, ակնոցներով եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում Ամերիկայում ինչ էր կատարվում։ Ուզում եմ ասել, հա, ամբողջ բանով իհարկե շատ պետք չի սրա վրա բան անել, էլի որ բայ աշխարհի վերջը չի կարճ ասել։ Դե հա, օքեյ, ժամերի փոփոխությունը մեր ռադիոլսողները եթերից սկսած ասում են ուր եք, Երևանի ժամով մի ժամ ուշ ընկավ եթերը եւ մարդիկ ովքեր սպասում էին մեր քննարկմանը, ասում էին ինչու եք ուշանում, բարեկամներ չենք ուշանում, մենք էլի Լոս Անջելեսի ժամով ժամը 8:05 եթերում ենք, ուղղակի փոփոխություն է տեղի ունեցել ժամի Եվ դրա համար մնացած համառորեն էս դոսան բանը էլի համառորեն բան են անում մարդիկ բոլորը բողոքում են այս ժամը փոխելու համար համառորեն չեն պահում են էլի Թրամփը մի պահ ասեց հա ասեց ես հեսա կփոխեմ բան հետո չգիտեմ ինչ ասեցին ականջին ոնց ասում է դժվար հարց է բանկը մտածեմ դրա մասին չգիտեմ հիմա ոնց է լինելու ախր մենք բացի էս պատի ժամացույցից, հեռախոսի ժամացույցից, մեր օրգանիզմն էլ ժամացույց ունի, որ սովորում է որոշակի ժամերին քնել, որոշակի ժամերին արթնանալ, ու այդ խախտվում է։ Գիտեք ինչն է, jet lag են ասում, ոնց որ Հայաստան են գնում, ոնց է քունը բան լինում։ Այնտեղ 12 ժամ է, սա մի ժամ է, բայց էլի իր ազդեցությունը թողնում է։ Էլ չեմ ասում, որ պետք է աստիճանը դնես բարձրանաս բոլոր ժամացույցները փոխես։
հոգևոր դաշտում կրքերը չեն հանդարտ։ Այո։ Եվ կալանավորվել է Գարեգին II-ի եղբորորդին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գարեգին II-ի եղբորորդին Համբարձում Ներսիսյանը 1 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ տեղեկություն էին տարածել, որ կալանավորվել է նաև Գարեգին II-ի եղբայրը Գևորգ Ներսիսյանը։ Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ վերջինիս որդու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանք ընտրել որպես խափանման միջոց։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանը Facebook-յան իր էջում գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 4:10-ի սահմաններում Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ վաղարշաբաթ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը։ Նախորդին քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք ձերբակալված են։ Դեպ նայում ենք վաղարշաբաթի ընտրական process-ին, բավականին ակտիվ ընտրապայքարը ըստ էլի Հանրապետությունը Արամ Սարգսյանի կուսակցությունն է։ Ըստ իր տեխնացուի խոչընդոտել են։ Հիմա այդ ինչ ասել է խոչընդոտել։ Բայց զգում եք ոնց է օղակը Գարեգին II-ի սեղմվում մոտենում է իրան, այն որ ռումբերը գցում են, մեկ է տանը շատ մոտիկ անգնում, չէ՞։ Հադրել որ հաջորդը բավ ալինելու, արդեն կարելի է, հա։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հիմա պանիկա է ամբողջ այդ մեր որոշ տեղեկությունների բարձրաստիճան հոգևորականներ էլի հրաժարական են պահանջել։ Ինչքանով է դա դե բա քիչ-քիչ պիտի քանդվի, չէ՞, այդ կառույցը, այդ կոռումպացված, այդ ալնովլի, վայ։ Նաև գումարներ են յետ բերել պետական բյուջե, այն էլ լուրջ փողերի մասն է, ոնց հասկանում ենք։ Կարապետ Գուլոյանը, որը նախկինում եղել է թե Աբովյանի համայնքապետը, թե Կոտայքի մարզպետը, մեղադրվում է ավելի քան 100 դրվագով։ Ով է նա։ Այ մեղադրվելուց հետո սենց մեղադրվեց, չէ՞։ Բայց ով է 100 դրվագ։ Ի պաշտոնե Գագիկ Ծառուկյանի փեսանը։ Բա 100 դրվագով Գագիկ Ծառուկյանի փեսան ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքները ու այս պայդրությամբ արդեն վերականգնել է 261 միլիոն դրամի վնասը։ Հիմա տեսնենք մնացած հարցերը, ինչ կա, մեղադրում են, ավելա, պակասա, չգիտեմ։ Էսա, այսինքն ամեն Բայց հետո արդյոք որ ընդունել է, չէ՞, այտենց ով որ ընդունել է ամենախելոքները, ով որ ընդունել են։ Ով որ խելոքն է։ Ասեմ քեզ, սա գիտես նաև որտեղից է գալիս, որտեվ կամած սկսեցին հասկանալ, որ կատակ կանել չի լինի։ Կատակ կանել շարից փորձանքից հեռու։ Ասում հա, արի այսքանը դու ով էլ տվել այն որ Սերժ Սարգսյանի եղբորից ինչ որ միլիոններ բերեցին բան եւ այլն սուարան ինչ արան չգիտեմ ինչ որ ցույց է տալի կասկած անգամ չկա որ 100 անգամ 500 անգամ ավել կողքնա դրած որ մենք չենք էլ ոչ ոք չի տեսնի դա երբեք արա ինչ ուզում մի գիտես հետո մի բան էլ կա շատ կարևոր մի բան էլ կա եթե հանցագործը վերադարձնում ասեն կոպեկ ինչ որ բան արել այդ չի նշանակում որ ինքը չպիտի պատժվի Եթե այդպես լիներ, գիտես ինչ, բոլորս կփորձենք, կգնանք, կգողանանք, բռնվենք, ասենք կներեք հետ վերցրեք, չբռնվենք, կտանենք բանը, ոնց կարելի է այդպես դա։ Ոնց հիմա ասենք պատկերացրեք այդ բանից Լուվրից որ գանձերը գողացել են, հիմա դրան ասեն, էսա ձեր գանձերը, ասեն դե լավ, դուք գնացեք, կանե որ գանձեր հետ եք տվել։ Չէ, գնա ուրիշ տեղից կգողանա։ Լուվր ասեցիք, Լուվրի այդ գողությունների հետ կապված նորություն կա։ Փարիզի դատախազ Լորա Բեկոնը, հետարքիր ազգանունը, Լորա Բեկոնը, հայտարարել է Շարիկային աչ։ Հա, ասես Բեկոն, ասեմ մեր մոտ որ լիներ երկու ատել ձու բանա։ Հա, Փարիզի դատախազ Լորան Բեկոնը հայտարարել է, որ հոկտեմբերին Լուվրից ֆրանսիական թագավորական զարդեր գողացած անձինք ընդամենը մանր հանցագործներ են։
Էդի չան նշանակում։ Մեջբերում եմ։ Ոսկերն է տարել են, բա մեծերը ինչ են։ Մեծերը քաղաքականության մեջ են դրені։ Ուսա մեջբերում եմ BBC-ը, BBC-ն եմ կարդում, հա։ Այսինքն մեր համար դա ինչ հանցագործություն է, որ մեծ համար ենք, էլի, սա երկու օր մեկ լուվրից մի բան տանում են։ Եվ նրանք ապրում են մայրաքաղաքի ամենաաղքատ արվարձաններում։ Ինչ մեղք է չի։ Ասում լավ երեխեքը տոտալ են ապրեն, էլի։ Այ քեզ։ Միթագենյան լուվրում այդքան ոսկի կա։ Նա նաև հավելել է ըստ BBC-ի փոխանցման, որ կողոպուտի առիթով ձերբակալված եւ մեղադրվող 4 անձինք, 3 տղամարդ եւ 1 կին, տեղացիներ են եւ ապրում են Սենդիեն շրջանում, որը Փարիզի ամենաաղքատ եւ կեղտոտ թաղամասն է։ Բեկոնի խոսքով ձերբակալված 4 անձանցից 2-ը բազմիցս դատապարտված են եղել կրկին գողության համար։ Ոստիկանությունը նախկինում ձերբակալել էր եւս 2 կասկածյալի Ֆրանսիայում բնակվող 34-ամյա Ալժիրի քաղաքացու եւ 39-ամյա մի տաքսու վարորդի։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ նրանց նկատմամբ նրանք կալանավորել են եւ նրանք massամբ խոստովանել են իրենց մասնակցությունը Լուվրի կողոպուտին։ Նախաքննությունը ենթադրում է, որ աշխարհի ամենահայտնի թանգարանում գողությունը կատարել է եւս 4 անձ։ Մանեն գալի է մնացած։ Այդ որ մասնակցի ոնց մասնակի է մասնակցել, հա, բանին այդ հանցագործությունը։ Երևի չէ, կարող է մա տաքսի վարորդն է բռնել աստիճան որ այդ բարձրացա։ Չէ, ինձ թվում է ինքը տաքսի վարորդն է եղել, որ ասենք տաքսիով տարել են, ասա վարպետ կանգնի, ինքը տարել են, գողությունն են տարել գուցե, ինքը չի իմացել որ Չէ, այդ ինքը չի իմացել մեղավոր չի, չէ, դիմանավոր մեղավոր լինի։ Մասնակի։ Այ քեզ։ Դա իսկապես փոքր դեպատ հետարքին է, կարող է հումորով ասել այդ կինը։ Բեկոնը, Տիկին Բեկոնը։ Տիկին Բեկոն։ Իդե որ ուտելից խոսք եղավ այսօր այնքան հիասթափություն եմ ապրել գաստրոնոմիկ, ահա։ Ես էլ գիտեի լավ բան ես ասելու։ Չէ։ Չգիտեմ գառնի ярыքը կամ գառնի ярախը մեր ասած սիրում եք թե ոչ։ Այդ մսովն է թե առանց մսին։ Մսովը։ Այո, իհարկե։ Եմ Բադրջանի մեջ միսա բան։ Այո, իդե մայրս է ֆանտաստիկ պատրաստում, հաճախ ենք բանանում, հա, հյուրասիրվում։ Այսօր մնացել էինք միտեղ եւ տեսա նկար, ուղղակի sense նկարած, այն որ sense նայում ես ախորժակդ մի անգամից բացում է, դու էլ բացածես, ասեցի վերջ։ Մի հատ էս չափաբաշնից սիրուն տակ մի sense մի պատար ուղղակի համտեսելուց հետո Բադրջանը դարը միսը ճարպո ինքը sense ինչ որ մի խոսքով կատարյա ֆիասկո, բայց արտակնապես sense Միշլենյան աստղ, ուղղակի sense լոլիկա վրա են դրած կողքը բան, ու այդ ոնց է կոչվում կեղևն էլի պահպանված է ամբողջ, շատ գեղեցիկ էր, բայց կատարյալ ֆիասկո ցավում եմ, բայց հուսամ թափեցիր։ Դե իհարկե, դա հնարավոր չէ, ուտել լավա բան կոտլետ էր, ինչեր էտել էինք պատվիրել, փոխհատուցեցինք։ Ես էլ շաբաթ օրը բիֆ ստրոգանով սարքեցի։ Անտիր ստացվեց։ Շատ կարճ ասեմ, ովքեր որ սիրում են խոհանոցը, ուրեմն միսը պիտի իհարկե շատ լավի կլինի։ Դե իհարկե։ Որը որ սիրում եք, հիմնականում ֆլապ միթ են անում, բայց կարող եք prime steak էլ կարող եք, բարակ կտրում եք ժապավենի նման, ուժեղ կրակի վրա տապակում, սաթր է այսպես կոչված, որ ինքը կարմրի, ցանկալի է որ մինչև դա ալերով թաթախեք, կարող եք փորձել անգամ բանի կուկուրուզին հայերեն ոնց էին ասում, եգիպտացորենի ալերով, նույնպես համավալենում։ Անարդար բանն է էլի, այդ անտեր կուկուրուզը Եգիպտոսում չի աճի։ Դե հիմա ախր Եգիպտոսից էլ չի ծագում, էլի, որ եգիպտացորեն են դրել բանի անում։ Այդ բանից չբերեցին, Լատինական Ամերիկայից չեկավ։ Ուրեմն այս բանը ինչ է էլի մորա կուկուրուզը Եգիպտացորենը մարդն է ստեղծել ինքը ամենաարհեստականը նա որ հնարավոր է հա գրեթե 0-ից են սարքել մարդիկ այնպես որ հայրենիքը եթե չեմ սխալվում ամերիկան է հայրենիքը ես հիմա ստուգում եմ մեր հարգարժան դե լավ հա ամենակարող Google-ին մի հատ մեր ստուգի ես շարունակեմ ուրեմն այդ սաթեն որ անում եք այդ միսիկները հանում եք բայց այդ կարակով կամ զեթով ինչով որ տապակել եք դրա մեջ լցնում եք սոխը կտրտած
մի քիչ կարմրելուց հետո սունկն եք ավելացնում։ Համեմունքները արդեն գիտեք ինչ խմելիս ունել եք կամ ինչ որ սիրում եք չոր կանաչիներից։ Տիրա, ես գտա ծագումնաբանությունը, այո, ճիշտ էինք ասում, կենտրոնական եւ հարավային Ամերիկան է հայրենիքը եւ մինչեւ Քրիստոֆոր Կոլումբոսի բացահայտումները եվրոպացիներին հայտնի չի եղել ընդհանրապես։ Գիտնականների մեծ մասը համաձայն է, որ առաջին անգամ այն մշակվել է ներկայիս Մեքսիկայի տարածքում մոտավորապես 7-ից 10,000 տարի առաջ։ Մի թիվը նայեք, 7-ից 10,000 տարի առաջ։ Եգիպտացորենը ստացվել է վայրի բույսից մշակման արդյունքում, նրա ի սկզբանե անունն է տեոսինտեցիա։ Տեոսինտեցիա, դրանից է ստացվել, մշակել են եւ բան։ Այն հիմնականում սննդամթերք էր հնագույն ամերիկյան քաղաքակրթությունների, մայաների, ացտեկների, ինկերի եւ գոռոնների մոտ։ Եվրոպա է բերվել բացահայտումների ժամանակ Քրիստոֆոր Կոլումբոսի ճանապարհորդություններից հետո։ Մենք զանգ ունենք։ Տեսնենք ով է միացել, ասենք բարի օր։ Բարի լույս դերենք եւ բարի լույս Ռաֆայել, ինչպես եք։ Լավ ենք, դուք ասեք։ Շատ լավ, նախ այդ Եգիպտա կորնը եկել է Մեքսիկոից։ Այո, մենք այդ Գուատեմալա եւ Մեքսիկոյի սահմանից այդտեղ առաջին անգամ ժողովուրդը մշակել ու օգտագործել են որպես ուտելիք այդ մեքսիկական այդ թակո բուրրիտոները իրենք մասային ասում այդ թակոյի կարոտել ես Ռաֆայել Ռաֆայել ջան ես մի 2 օր առաջ այդտեղ գնացել եմ Սան Ֆերնանդոյի Եղբայր ինչ ասում Սենյորա Գվատեմալայի մոտ Բայց ասեմ իսկականից շատ են համոզվել, որ եկար Լոս Անջելես անպայման Ռաֆայել ջան, երկու շաբաթ համբերեք։ Այո, ես այդ կնոջն ասեցի, ասի, այս բուրրիտոյի անունը պետք է դնենք Ռաֆայել's burrito, ասի, he's coming soon։ Հա։ Զարմացավ։ Ասեցի, ինչպես սարքեմ ձեր, ասի, առանց լոբի, առանց բանի բրինզի, բայց ասի սալսայով ամեն ջոն ասեց, okay, ասեց, when he comes in, let me know, ասում he's Rafael, so we can change the name Okay, ասա կգամ, անպայման ամենայն դեպս շատ բարի լույս մեր հայազգին Ռաֆայել ջան, ես մի հատ ուղղակի ցավալի դեպք է, երեխայի սպանության դեպք է չեք կարծում, որ ընդհանրապես շատ ընտանիքներում սրբությունը վերացել է մեր Հայաստանում, ընդհանրապես հայ ժողովրդի, հայ ընտանիքներում հենց այս եկեղեցու այս սրբապղծության, այս որ կաթողիկոսը ընդհանրապես որ մեր առաքելական եկեղեցին այլևս ընդհանրապես չի հետաքրքրվում հայ ժողովրդի կյանքով։ Չգիտեմ, ուղղակի հարցն եմ ուզում տալ, որտեղ ես դեպի թողեմ ուղղակի շատ հետաքրքիր է, ինչպես կպատասխանեք դուրի դերենիկը։ Բարի, շնորհակալ ենք զանգի համար, հեսա մեկնաբան ենք, ձեզ լավ օր ենք մաղթում։ Եղավ, շնորհակալություն, ձեզ բարի օր։ Յուրաքանչյուրիս կյանքն ուրույն պատմություն է, պատմություն, որը կարող է դառնալ օրագիր։ Այսպիսով, Ռաֆայել Մնացականյանի երկար սպասված հայի ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում։ Նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Հեղինակային երգեր, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, արդի մեկնաբանություններ հեղինակի ներկայացմամբ։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սա հայացք է ներսից դուրս։ Այսպիսով հանդիպում ենք նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Տոմսերի համար զանգահարեք 818-265-0506 կամ ticketmiket.com։ Իդեպ, հեղինակի մակագրությամբ գիրքը կարող եք ձեռք բերել տեղում։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սիրով սպասում ենք։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ
Եկանք, կապը վերականգնված է, Դերենիկն էլ է այստեղ, ես էլ եմ այստեղ, դուք էլ եք այստեղ, բոլորը տեղում են եւ մեր հարգարժան ռադիոլսողը մինչ գովազդային դադարը հարց ուղեց մեզ, չեք կարծում, որ ընտանիքներում սրբությունն ավերացել արժե համակարգը, այսինքն ոչ մի բանից ընտանիքներում ընտանիքներում նկատի ունի, որ ցավոք սրտի առաջի դեպքը չի, ինչ ասես տեսնում եք ինչա կատարում որոշ ընտանիքներում։ Ասում եմ արդյոք եկեղեցու այս վիճակը եւ այլն բան ոնց որ կապ ունի իրար հետ։ Դե չեմ ուզում կապեմ ըստ իմ տեսակետի, մադերնիկներն կհայտնի, բայց այն որ արժե համակարգի դեգրադացիա գնում է, դա հաստատ է ու եթե լիքը բան չտեսնեինք, նկատի ունեմ որոշ հոգևորականների ձև մեքենաներ, ինչ որ հոգևորականի կերպարի, հա, տրոհում չլիներ, գուցե եւ որոշակի արժե համակարգ ավելի ոնց են ասում, պահպանված լիներ, քան հիմա ինչ որ կա, այս ամեն ինչը նաև ինչ որտեղ այդ հոգևոր դասի ոչ պատշաճ վիճակի արդյունք է։ Ես այդքան ով որ ասենք գյուղերում, քաղաքում, տարբեր քաղաքներում Հայաստան եղել է, ես երբևէ տեսել եմ, որ հա հարսանիքին տերտեր են հրավիրել, թաղմանը տերտեր են արել, այսինքն կնունքին եւ այլ, բայց որ տենց ինչ որ հոգեկան կապ ունենան եկեղեցու հետ, բան ես նման բան չեմ տեսել։ Ես չեմ կարծում, որ այս եկեղեցու այս վիճակը, որը տանում է դեպի մաքրվել իդեպ, տեսնում եք ինչեր է դուրս գալիս։ Այսինքն սա պետք է միայն դրական լիցք հաղորդի մարդկանց մոտ, մանավանդ հավատացյալների, մտածելով, որ իրենց եկեղեցին մաքրվում է այդ աշխարհակերներից ու ինչպես տեսնում եք տարբեր խուլիգանություններ անող մարդկանցից։ Սա միայն դրական պետք է ազդեցություն ունենա։ Եկեղեցի ասեցիք, հիշում եք օրեր առաջ ասացի ֆանտաստիկ մի հատոր եմ ստացել, ցույց տամ նաև մեր ռադիոլսողներին, պարոն Ռաֆի Մամյանն է այս գիրքը նվիրել, վաղարշապատ, ինքը հատորներ են, մի հատորն է սա, ոնց հասկացա հոգևոր մայրաքաղաքների հատորներն է, բովանդակությունը արձանագրությունների պատումներն են։ Այսինքն օրինակ, սա քանի որ վաղարշապատ հատորյակն է, այսինքն վաղարշապատում ինչ արձանագրություններ, ինչ կոթողներ կան, դրանց բովանդակությունն ու բացատրությունն է ներկայացնում, այսինքն մեկ գրքով կարող ես ծանոթանալ, թե որտեղ ինչ արձանագրությունն է, թվականը, այսինքն եւ բովանդակությունը, ինչեր ուզում ասել եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինքնին շատ հետաքրքիր եւ տիտանական աշխատանք է, բայց մի մտքի վրա կանգ առա, երբ որ ընթերցում էի որոշ արձանագրություններ, բաներ էի ուսումնասիրում, որպես կանոն մեր ազգային խորհրդանիշ խաչն ու խաչքարը ինքը մենակ տխուր բանի համար է։ Այսինքն, այս ամբողջ գրքի մեջ մի հատ ուրախ բան չկա։ Մահ, զանգվածային կամ ոչ, եւ հուշ։ Փաստորեն, եթե մենք ասում ենք, դե խաչքարը իրոք մեր identity-ն է, չէ՞, ասում են, մեր էությունն է, մեր միակ ազգը, որ այդ բանն է կերտե, խաչից, քարից եւ այլն, բայց ինքը ասեն շատ տխուր բանի համար, ինքը ուրախ բանի համար չի։ Դե գերեզմանակար է փաստորեն էլի։ Եթե շատ կարճ է, զանգ ունենք։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կարևոր չի ով, բայց հիմա մի հատ էս ընտանեկան արժեքների մասին, գիտեք ինչ, ես չեմ կապում էդի, կարծում եմ, չեմ կապում դա այդ հոգևորականների հետ։ Ընտանիք ընդհանուր գիտեք ինչպես դա, դուք լավ գիտեք, ես մեծ կին եմ, ես Հայաստան տեսել եմ ընտանիքների արժեքը եւ տեսել եմ ըստե եւ հիմա աշխարհում եք նայում, տեսնում ենք բոլորս էլ տեղյակ ենք ինչա կատարում, գիտեք ինչն է, առաջ որ կար այդ արժեքները, որտեղ տատիկ պապիկներով են մեծացել երեխեքը։ Հետո ընտանիքի մեջ մայրը տանն է եղել մեծ մասը, երեխաներին հետևել է, հիմա նայեք աշխարհն ինչ է դարձել։ Հիմա ես Ամերիկայում եմ, այստեղ 3 երեխա եմ մեծացրել մենակ, ու փոքր են եղել։ Ու ես այդ ամեն ինչ հասկանալով ոչ տատիկ ունեմ, ոչ պապիկ ունեմ, ոչ հորքուր ունեն կողքները, բաժանվում են, թողնում են գնում են տղամարդիկ կամ կանայք երեխեքին թողնում են, Հայաստան մենք երևի մի 2% եղել է, ես չեմ ասում չի եղել, բայց այն ժամանակ տատիկ պապիկը կարևոր են տան մեջ, շատ կարևոր են, ու ոչ մի վնաս չեն տալիս, բացի օգուտից ոչ մի բան չկա դրա մեջ,
որտեղ նրանք գոնե ծնողները որ չեն լինում, նրանք հոգատար են ավելի, քան իմաստեղի դայակները, որ դայակ են վերցնում երեխեքին, պիտի դայակը գալիս է իր փողն առնում է գնում է։ Հայաստան մենք դայակ են ունեցել, դայակա, դրա համար կորել է այդ արժեքները։ Հարգելիս, մի բան, հենց այս ահավոր դեպքը, որ օրինակ քննենք, դուք տեսաք, մի ընտանիքում հորաքրով, բանով, 1000 հոգով ապրում էին, այսինքն այդ ինդիվիդուալ է շատ, էլի, տեսեք իրանք էլ ազգուտակով մի տան մեջ էին ապրում, բայց մեկը մեկից տեղյակ չէր անգամ։ Ով գնաց, երբ եկավ, ինչ վիճակ, այսինքն սա նենց չի որ, վայ, եթե տատի, պապի, հորաքույր մոտն են, ուրեմն ամեն ինչը լավ է լինելու։ Բայց ծնողներն էլ մեկը գոնե տաններ, իսկ ստե այնքան հոգսերը ամենտեղ հիմա է դա դառ, այնքան դժվարացել է կյանքը, մարդիկ պիտի ընտանիքով աշխատեն, երեխաներին թողնում են, իրան գնան, իրան գան, իրանք ինչ անեն, մինչև գալիս են տուն հոգնածել, ժամանակ չեն ունենում, այ դրանք է որ ինձ թվում է այս ամեն ինչը կորցրել է։ Իմ կարծիքն է, դե հոգևորական ես մի ահավոր բան այդ հոգևորականների վրա չեմ ուզում խոսամ, իմ պապասը Գորիսի կողմից էր, այն ժամանակ Զանգեզուրի հիշում եք այդ բաները, կինոներ ցույց են տվել, ջարդերի ժամանակ իրանք հավատքը կորցրել են, հավատքը ամեն մարդու մեջ է։ Իմ կարծիքն է այսի։ Երբ որ դու հավատք ունեցար, պապաս ասում էր դու մի սպանի, մի խափի, մի ավատ բաներ արա, Աստված քո հետ է, ու ճիշտը դա է։ Մեկ այս հոգևորականները ոչ մի բաներ չեն, ոչ մի բան իրանցից ոչինչ չեն ներկայացնում։ Չգիտեմ, դա իմ կարծիքն է։ Բարի հարգելի, շնորհակալ ենք ձեր կարծիքի համար, լավ օրցես, լավ օրցես։ Դե դասական խոսք է, Աստված մեր մեջ է հիմա այդ է։ Ինչ հետաքրքիր է, չէ, օրինակ այս հարգարժանտիկին այնտեղ մի արտահայտություն արեց, ասեց հիմա գնում են բան է դայակների մոտ։ Բա մենք Հայաստանում դայակ ունեինք։ Մասա ինչ է նշանակում, ինչ է ուզում ասել։ Եթե ինչ որ մենք Հայաստանում չենք ունեցել, ուրեմն պետք է չունենանք։ Շատ բան մենք ունեինք դες բան։ Թույլ չէին կարող տալ մեզ անգամ դայակ, չէինք էլ պատկերացնի ավակ սերունդը օրինակ, չգիտեմ, հարցը դայակի մեջ չի, հարցը մտածելակերպի մեջ է։ Եթե այնտեղ չենք ունեցել, ուրեմն ինչ գործ ունենք հա։ Մեզ ուրեմն պետք է անենք այն ինչ որ այնտեղ էինք անելու, ինչ չենք եկել ուրեմն։ Նրա կմնայինք այնտեղ, տատիկ պապիկների։ Այս թեման եթե շարունակենք, իմ կարծիքով ամեն երկիր իր lifestyle կոչված որ ասում են, lifestyle ունի։ Հայաստանի lifestyle կոչվածը, ապրելակերպը, այլ կերպ ասած, հիմնականում այդպես է, որ տղամարդն է պահում տունը։ Ամերիկյան lifestyle, եթե դու որոշել ես, որ դու ապրելու ես օրինակ Միացյալ Նահանգներում, քո երեխաները Միացյալ Նահանգներում եւ այլն, դու ուզում ես թե չես ուզում, դու պետք է հարմարվես եւ ընդունես այն lifestyle կոչվածը, որը կա Ամերիկայում, այո, մեծ մասը ընտանիքը անդամներով պիտի աշխատեն, ապրեն, որ այն բաները որ կա, կարողանան օգտվել դրա համար Հայաստանն է ասում են, չէ, նկատիուներ այդ կինը նաև նկատիուներ են, որ ամուսնանում էին, մնում էին տանը, չէին առանձին ապրում։ Երիտասարդ որպես կանոն, դա ամոթ էր, դա ամոթ էր, չէ։ Հա, ոնց որ թե տաղուտ վրանտես տնից տենց էր ստացվում, էլի, հա, ես հիշում եմ։ Բայց ախր այնքան հետաքրքիր է, այդ հարաբերությունները շատ է բարդանում։ Այդ երիտասարդ ամուսինները նույն տան մեջ ունեն սկեսուր, եթե ճիշտ եմ ասում, տղայի մայրը եւ հայրը, որ անընդհատ իրենց շնչին են, որ խոհանոցը իրենը չի, որ ինքը անընդհատ այդ բանի տա։ Թե ես չեմ, դեկուս վերցնենք ամենալավ հարաբերություններում, հա։ Այդ խոհանոցում երկու կին, այս կինը նոր ամուսնացել է, երբ ուզում է իր ամուսնամար մի բան սարքի, դենը ոնց թե մաման պետք է ճաշը սարքի կամ ու սա մենակ ճաշի մասին չի խոսքը, այդ ազատությունը որ չունեն։ Դե պատկերացրեք, մի տան մեջ ապրում են լավագույն դեպքում մի հատ առանձին սենյակ ունեն, մի հատ բարակ դռնով, որ իրենք ազատ չեն կարող զգալ իրեն, ոչ սեքսի ժամանակ, ոչ հարաբերությունների խոսելու ժամանակ, անընդհատ sense իսկ եթե ի վիճակի են կարող են գնալ առանձին ապրել, առանց ձեզ մոռանալու իդեպ, դա չի նշանակում որ ձեզ մոռացան։ Հա, ապրեն իրենց կյանքով երիտասարդ, ձեզ այդ շփում պահելով, ինչ բան կա դրա մեջ։ Դե գալիս է էլի ժամանակ անցավ, մարդկանց մտածելակերպը փոխվեց, այդ ժամանակի բանը անցավ։ Ես որոշ ավակ սերնդի պատումներ եմ լսել, որ մեծ հայր կոչված, հա, այդ մեծ հայրը, բան ասում էր ոնց թե իմ տղեն բայ ես չիմանամ, ոնց է նստում ելնում։ Հա, այսինքն այդ ճանում էր ամեն ինչ։ Նահապետական բան է կոչվում, էլի, այդ բանը կար, ու որպես կանոն Ես խոսում եմ, ասենք, մոտիկ ազգականների ընտանիքների որոշ պատումների, որ տեղյակ եմ, ու մեծ հաշվով հիմա որ անալիզ եմ ենթարկում, ոչ ոք երջանիկ չի։
Հիմա իրանք մոտ 70 տարեկան մարդիկ են, 60 անց մարդիկ են, լավ սենց ասեմ, որպես կան իրանք երջանիկ չեն, ոչ մեկ, ում ես սենց ճանաչում եմ, որ բամասենց, նենց մեկը ամուսնացել է պապայի ընտրածի հետ, որ տուն տան, տոները քանդում էին, տուն պիտի տային, որ 3 սենյակի տեղը 4 սենյակ տան, ինչ-որ սենց բան ամուսնացրել են զորով շարով, ու մի խոսքով սենց խայտարակ պատմություններ։ Մորական տատս, որ 15 տարեկանում է ամուսնացել, պատում էր, ասում է առավոտը լույսը չբացված, ասում է այսպի արթնանայի ու ամբողջ տունը ավլեի, որ լուսաբացին, որ իրենք վեր կենան տունը մաքուր լիներ։ Դուք պատկերացնում եք, սա ստրկության նման մի բան է, էլի։ Ամեն առավոտ այդ երեխան 15 տարեկան պետք է այ քեզ։ Բայց հետարքիր բանա չէ։ Նայեք, հիմա մենք 21-րդ դարի քառորդում գնահատում ենք 20-րդ դարի կեսերինը, բնականաբար իրանք այդ ժամանակ չեն իմացել, որ դա ստրկություն է։ Մենք հիմա ենք դա գնահատում։ Այո, իսկ հիմա որ այդքանը հասկանում ենք, պետք է չասենք, չէ մեր տրադիցիան սենց է, այլ պետք է այն որ տրամաբանականը ընդունենք ու անցնենք առաջ։ Ոչ թե ասենք առաջ լավ էր տատու պապու հետ էինք ապրում։ Չէ, լավ չէր։ Դա համար էլ այդքան խնդիրներ էր ելնում։ Իսկ դուք պատկերացնում եք ամուսնական զույգ պատկառելի տարիքի, բան, ու ես չգիտեմ ինչ սև կատու է անցե խնամիների մեջ, բայց հարսը իր ծնողներին 25 տարի չի տեսել, որոնք ապրում են շատ մոտ իրար։ Տենց բան 21-րդ դարում հնարավոր է պատկերացնել, բայց տենց բազմաթիվ օրինակներ եմ ես տեսել, լսել, ճանաչում եմ մարդկանց, ովքեր իր ծնողներին չեն տեսել։ Կրված, ինչ որ հարց կա, բայց ոչ ինքնակրվե, այլ ինչ որ խնամիական բախումներ է տեղի ունեցել եւ ասենք դուստրը իր հորն ու մորը 25 տարի չի տեսել։ Ապրում են կողքի շենքը, ասենք, կամ մի կանգար ենքում։ Չէ, ինքը ուզում է տեսնի, բայց նրան արգելում են։ Չեն թողնում։ Այդ եմ ասում։ Ահա, չէ, այդ լրի ուրիշ է բռնություն։ Այդ եմ ասում, խնամիների մեջ է խնդրեմը, ոչ թե հայր դուստր եւ Ինչ նված աղջիկը չի ուզել Չէ, տեսնել։ դա չի ուզում այդ երկուստեք իրանց իրավունքն է, ինչ ուզում են թողանեն, բայց որ արգելք են հանդիսանում տեսնելու, այսինքն բաներ, ուզում ասեմ ուրիշի ընտանիքը եթե փորձես sense մի կես քայլ ներս անել, այնպիսի բաներ է բացահայտվում, ո Աստված մեր խոդարնես բառացի վրա։ Հետո այս որ ասում են առաջ որ ամուսնանում էին տանն էին մնում, չէ՞ տղաները։ Դե որտեվ աղքատ էին նաև, ով այդքան հնարավորություններ ջահել երեխեքին ամուսնացած, առանձին տուն վարձեր կամ առներ կամ բաներ։ Դե համար մնացել են, այսինքն այդ որ մենք ավանդույթ ենք ասում, գալիս է ոչ լավ կյանքից։ Իհարկե։ Եվ եթե մեր կյանքը հիմա ավելի լավացել է մի քան տարբեր իմաստներով, ուրեմն մենք կարող ենք մեզ թույլ տալ առանձին ապրել երջանիկ ջահել ընտանիքներով, ինչու՞ չէ։ Հետո որ խառնվում են երեխայի դաստիարակելու հարցում, այդ որ ասում է տատիկ պապիկները միայն լավն են անում։ Այո, բայց տատիկ պապիկները այնքան են փչացրել թորնիկներին իրենց։ Շատ հաճախ ես տեսել եմ, ոնց են երես են տալիս, փոխում են դաստիարակության բանը, հասկանում եք ուղին, հա։ Ես պապիկ եմ ճանաչում, պապիկը իր թորնիկին տալիս էր ծխախոտ։ Ու գլուխ էր ողում։ Ես տեսել իմ աչքով եմ տեսել։ Բալես հələ տես ոնց է բքամ։ Ու տալիս էր այդ ծխախոտը, շատ մի 6 տարեկան, 7 տարեկան լիներ։ Ստեղը տնտեղը տուտեմ տղա երեխեքին, որ ասում են էլի, մինչև վերջ բառերով, ինչ հրապարակային առիթի ժամանակ, ծնունդի ժամանակ ասում են պասպորտը ցույց տու։ Հա, հրապարակային այդ կա, այդ կադրեր կա, վիդեոներ կան, մարտիկ, բան, արա այդ երեխեն մեծանալու է, այդ պասպորտով վիզա երես չեք տենալու դուք։ Դեպորտ են ձեզ ասել։ Բայց վերա պետք է պապիկ տատիկների դե դրա համար էլի իհարկե ես ազնիվ խոսք եմ ասում պապիկներն էլ տատիկներն էլ շատ կարևոր դեր ունեն երեխայի կյանքում բայց ամենօրյա շփումը ծնողների հետ այդ այնքան հստակ է այնքան պարզ է ոչ պետք է հոգեբանի մոտ գնալ հստակ է շատ հա իսկ տատիկ պապիկը այո իհարկե այդ տարիք առած այդ կյանք ապրած մարդիկ են որ թորների շատ կարան օգտակար են շատ Բացի այդ, միայն շփում ասենք տատիկ պապիկի հետ։ Ես որ հիշում եմ մի ժամանակ թե ծնողներ ունեի, թե տատիկ պապիկ ունեի, շաբաթ կիրակի գնում էինք այս պապիկ են ստուն, մնում էինք ընդեղ երեխան։ Այմար դե մի հրաշք բաներ էլի, հա։ Մենք հարևան ունենք։ Բացի այդ չենք ապրում, մեր ընտանիքը առանձին էր ապրում։ Ամեն շաբաթ իր թորնիկին Facebook Live-ով լողացնում էր։ Միացնում էր, չր ջուրը լցնում էր կարուշկով։ Հազիվ տուն վարձակալ էին գնացին պրծանք։ Չնայած լայվ մեկ եկելի վերում։
Գիտես ինչն է այդ հոգեբանությունը այդ Facebook-ն ես բան եմ արել։ Այն ինչ որ իրենց դուր է գալիս, իրանց թվում է բոլորին դուր գա։ Երեխուն նկարնա, ես իմ ինչն է, հլա տես ասեց մանա, վայ։ Բաբան մի բան արտասանում վիդեոն տալիս ասում նայի։ Ու 5 րոպե դու պիտի լսես իր բանը։ Մի հատ ու լսել է ջանդան, Ռաֆայել, բայց ինչ որ հիացմունքի գոնե կաթիլներ դեմքի ցույց տար, թե չէ կարող է լինի։ Մեր լվասկի մեքենան ինչ որ խնդիրներ էր ունես, պատմում եմ բառացիորեն մի ամսվա պատմություն։ Զանգեցինք, բան երաշխիքի մեջ էր, բա վարպետին կուղարկենք ձեր տուն։ Okay, վարպետ դու վարպետ եկավ առավոտ շուտ, եկավ մեկը sense բան, հա։ Դե միացրեց, ասում պիտի 45 րոպե պտտվի աշխատի եսի միջ բան, որ տեսնենք ինչա կատարել։ Okay, նստած են գանձը սուրճա բանա բերելա, դե մեկը ռայալա դե տունը դրած, մեկը ասում է դու ես ծնցնցնեմ։ Ասում դե հա նվագում եմ։ Երաժիշտ ես։ Ասում եմ հա, երաժիշտ եմ։ Հա, որ կարճ կոնկրետ։ Հա, լավեսել է երաժիշտ։ Ասում շատ լավ, շատ ուրախ եմ, հա, որտեղ ասում, ասում տվել եմ ուստա մակիչա, ուստա մուկուչա, դրա մոտ է։ Դե որ ասի ուստա է, ասում երևի թե ինչ որ շավիա դուդուկա բանա։ Չէ, ասում է։ Անեն սախապեմ ջարդամա, դհոլ շիա։ Դերենիկ ասեց մի րոպե ու դրեց այն պատրոն դաշա ինչա են դրակ 5 ժամ ու ինքն է տվել է ես այս ամոթուն նայում եմ ինքն է տակը սենց անում իբր արա էս ինչ խփել է խփում սենց խփան բան արդեն քրտինքը սենց գնում է չեմ ուզում ասեմ զայլես տարա դու ելկո դհոլն է բան մեկը պրծա բան դրակ մի ասենց խփեց ասում է հա ասում է կդառնա ասում ես դարելա մի խոսքով դարձել է գնաց լավա Լոնե գործիքը սարքեց Ռաֆայել հա այդքանից հետո սարքեց ամենայն անկեղծությամբ ոչ մի բան չասեց ասեց էսի էսի պես աշխատող բանա պրոբլեմ չկա ու միացավ ինքը ինչ էր մենք ուղղակի ճոր խնդիր էր եղել հա մի խոսքով այդ երկրորդական բայց այդ կուլտուրայի հարցը էլի որ ամեն մեկի երեխան կարծիքով իր համար է միակը անկրկներին կարաս մի հատ ինչ-որ մի բան ցույց տաս պարտադրանքով 5 րոպե այսինքն դու միացնում ես մի բան 5 րոպե պիտի ինքը լսի այդ երգը ասենք մեխակներ ինչի համար եք դուք այդ բանը անում էլի վերջ որտեվ այդ էլի նույն բանն է աշխատում բանաձևը եթե ինձ զուրագար ուրեմն բոլորին պիտի դուր գա վերջ Աննա Ալոյանը տխուր բան է գրել շատ ասում է իսկ իմ սկեսուրն էլ հետևիցս էր ավլացս հա բա սպասում էր ամուսնուս որ ցույց տա թե ինչքան վատ եմ ավլել մատիկին ասում եք տատիկ-պապիկների հետ լավ ապրել է Եվ վստահ եմ շատ կանայք են այդ վիճակում եղել մանավանդ ավելի տարեցել ինչքան ժամանակի մեջ հետ են գնում վստահ եմ ահավոր բան է բայց այդ նոր ընտանիք նորացում է հոգեպես էլի հա դե այդ կինը հետո դու արի հա օրինակ գիտես ինչ կա բայց մի կողմը լկինը հարցը բան մի կողմ իսկ տղային հաճելի է իր ծնողների հետ եւ իր կնոջ հետ ապրելը օրինակ միշտ միակողմանի է այդ հարցը դիտարկվում բայց ինչ ենք միշտ մտածում հարցը բայց նույն է տղուն որ ընտանիք է կազմում իր համար օքեյ է որ ինքը չի տան տղամարդը իր ասածով չի իր ձևով չի դե ուրեմն էլի որ անում դրա համար էլ մինչև հիմա ասենք 70 տարեկան մարդիկ կան հələ հերս ասում էր ուրիշ հերս ասումից բացի բան չգիտի իմ կարծիքով դա շատ self creation-ին խանգարում է անձի կերտմանը երբ որ տղամարդը ընտանիք է կազմում ինքը պետք է լինի ընտանիքի գլուխը երաշխիքը ապավենն ու ստեղծողն ու արարողը եթե էս չի արդեն վայ պապանդենանք ինչ բան եւ այլն դա ոչ մի լավ տեղ չի տանի դրա մասին դասականներն են գրել Եթե ես ու Դերենիկը չենք ասում հարգելի ռադիոլսողներ, ամբողջ գրականությունը դրա մասին է մեծ հաշվով։ Դերենիկի կապը կրկին ընդհատվեց, բայց եթերային ժամն էլ մոտեցավ իր ավարտին հարգելի բարեկամներ։ Ձեզ ասենք լավ որ 1 ժամ եթերում ենք։ Շնորհակալություն ձեզ հարգելիներս։ Այստեղ մեկնաբանություններ կան բազմաթիվ, օրինակ Դավիթ Էդերմենջան, մենք 21-րդ դարում դեռ տղա աղջիկ երեխայի միջև խրտնականություն ենք
խտրականություն ենք դնում։ Շատ դեպքերում իմանալով որ աղջիկ է ընդհատում են էլի հղիությունը։ Իսկ Էմիկը Սինանյան ասում է ցույլ տղային դա ձեռք է տալիս Ռաֆայել ջան նկատի ունի այդ ընտանիքով։ Դե ինչ, ուրիշին գնահատականներ չտանք հարգելի բարեկամներ, ապրենք, արարենք, գնանք առաջ եւ լինենք հնարավորինս լավատես, իսկ օրվա թիվ 1 լուրը ցավոք սրտի այդ սաղմռկեցուցիչ դեպքն է, որ տեղի է ունեցել եւ կարծում եմ առաջիկա օրերին նոր բաներ են բացահայտվելու, այնպես որ հարգելի հայեր, պինդ կացեք, որովհետեւ բացահայտումները արդեն հուշում են ինչ ժանրի մեջ են լինելու։ Սիրենք մեր ընտանիքը, սիրենք մեր հարազատներին եւ ինչպես դասականներ ասում, եթե ամեն մեկը մի հոգու կամ իր ընտրյալին երջանկացնի, ապա աշխարհում բոլորը կլինեն երջանիկ։ Եթե պետությունը երջանիկ ընտանիքներից է բաղկացած, ընդհանրապես երջանիկ մարդիկ էլ չար չեն լինում որպես կանոն, որովհետև չարը դժբախտության եւ չեղածության ցուցանիշ է որպես կանոն, ինչի ինքը ունի ես չունեմ, ինչի իր մոտ եղավ, իմ մոտ չեղավ, ինչի նենց ես չէ եւ դա է որ կեղեքում է հոգին։ Եվ եթե ամեն մեկը լինենք երջանիկ, որը ըստ էության այդքան էլ ֆինանսի հետ կապված չէ, որքան էլ մենք նյութական լինենք, հա, մենք կհաղթանակենք, ես հավատում եմ դրան ու փորձում եմ օրինակ ծառայել, սիրելով մասնագիտությունը, սիրելով ընտանիքը, պայքարելով այդ ընտանիքի համար, գործի համար, եթերի համար, բովանդակության համար, ամեն մեկս մեր բնակավարում եւ կարծում դա է այս պահի դրությամբ միակ լուծումը։ Այսքանը բարեկամներ, շնորհակալ եմ մեր գործընկերներից, որ մեզ հետ են, մեր կողքին են։ Յուրաքանչյուրիս կյանքն ուրույն պատմություն է։ Պատմություն, որը կարող է դառնալ օրագիր։ Այսպիսով Ռաֆայել Մնացականյանի երկար սպասված հայի ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում։ Նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Հեղինակային երգեր, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, արդի մեկնաբանություններ հեղինակի ներկայացմամբ։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սա հայացք է ներսից դուրս։ Այսպիսով հանդիպում ենք նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ ticketmiket.com։ Իդեպ, հեղինակի մակագրությամբ գիրքը կարող եք ձեռք բերել տեղում։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սիրով սպասում ենք։